Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը, հստակեցված է գվարդիայի գործառույթների շրջանակը։ Այն կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Այս փուլում ակտիվորեն ընթանում է գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ է մտնելու ուժային միջոցների միջազգայինորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։ Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռքբերումը վերջնական փուլում են։ Ծառայողները կունենան նաև գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։ Միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը։